Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարց համար 31 հարկային և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյան։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն, մեծագոհ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս փաթեթով ներկայացնում ենք հարկային վարչության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է հաղորդումների և քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը, որը ծնվել է վերջին 1 տարվա ընթացքում պետություն մասնավոր համապարփակ համագործակցության արդյունքում և պետություն մասնավոր համագործակցության յուրահատուկ օրինակ է։ Նպատակը այս բարեփոխումների պետություն իդեմս ՊԵԿ հարկ վճարող փոխվստահության ամրապնդումն է, հարկ վճարողների լսված լինելու իրավունքի հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը և հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը, և սա բխում է նաև պետական եկամուտների կոմիտեի այն տեսլականից, որ այն պետք է վերածվի հասարակությանը և հատկապես հարկ վճարողներին որակյալ ծառայություն մատուցող, կամավոր կարգապահությունը խթանող մարդակենտրոն կառույցի, որտեղ բացի ֆիսկալ գործառույթից նաև խթանում են տնտեսական զարգացումը։ Ինչ խնդիրներ ենք ախտորոշել այս ընթացքում, նախ մեծ հոսք կա դեպի քննչական կոմիտե հանցագործության մասով հաղորդումների և սահմանափակ ռեսուրսի պայմաններում ոչ միշտ է հնարավոր լինում դրանք արդյունավետ իրացնել տվյալ տարվա ընթացքում, տնտեսությանը մեծացմանը զուգահեռ և չափերի և աճին զուգահեռ մեր համապատասխան շեմերը շարունակում են ցածր մնալ, ՊԵԿ գործիքակազմը սահմանափակված է, հատկապես ներկա օրենսդրությունը միշտ չի, որ թույլ է տալիս հաղորդումները այլ գործիքակազմով իրացնելու և քրեական վարույթների շրջանակներում որոշ դեպքերում բիզնես գործունեության որոշակի վնասներ են պատճառվում արգելադրումների միջոցով և այս բոլոր հարցերի լուծումները տալիս ենք այս փաթեթով, ինչպես։ Նախ առաջինը հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով հարկային մարմինը, այսինքն պետական եկամուտների կոմիտեն տվյալ դեպքում հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանոթացնելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին։ Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտում և կազմելու համապատասխան վարչական ակտը, այնուհետև այդ վարչական ակտը ներկայացնելով հարկ վճարողին, պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի այդ ակտի վարչական բողոքարկման ընթացակարգը սպառելուն, տվյալ դեպքում օրինակ գոյություն ունի բողոքարկման հանձնաժողով պետական եկամուտների կոմիտեում, որտեղ կարող է հարկ վճարողը շարունակել բողոքարկել իր մասով գործը։ Սրանից բացառություն լինելու միայն այն դեպքը, որ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցերի պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով և առկա է ողջամիտ կասկած, որ հաղորդումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից, որը ենթադրում է, որ ՊԵԿ-ը պետք է համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակի նաև ներսում։ Եվ այս սրանով անհրաժեշտություն առաջանում երկու փոփոխություն անել, թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանում ենք հաստատապես հայտնի գործարք լինելու փաստը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունը 1 տարվա մեջ միայն 1 անգամ իրականացնելու սահմանափակումը։ Նշեմ, որ մինչև այս առաջարկը փաթեթը ներկայացնելը մենք արդեն իսկ պետական եկամուտների կոմիտեում բարեփոխումներ արել ենք ու հաղորդումները նախաձեռնելուց առաջ համապատասխան բանակցություններ են լինում, աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ ֆիլտրվում են այդ հաղորդումները և դրա արդյունքում որակը էապես բարելավում է։ Եվ արդյունքում ինչ է տեղի ունենալու, 600 նախնական հաշվարկներով հաղորդումների գրեթե կեսը, առնվազն կեսը այլևս անցնելու են այս վարչական գործընթացով, այս փոփոխությունների արդյունքում և հարկ վճարողը իրավունք է ունենալու այդ ամբողջ ընթացքում իր արգումենտները ներկայացնել, քննարկել, բանակցել և բողոքարկել, մինչև դա կվերածվի հաղորդման կամ չի վերածվի։ Մյուս փոփոխությունը շեմն է։ Շեմի մասով երկու հիմնավորում կա, որից մեկը ես նշեցի, մեր տնտեսության չափերը մեծացել են 2022 թվականից այս կողմ բավական բարձր տեմպերով եւ բացի դա էլ մենք երբ որ ախտորոշում ենք մեր հաղորդումները, տեսնում ենք, որ
մինչև 30-40 միլիոն գործերն են բավական շատ լինում եւ 100-ից բարձրը եւ թիրախավորել ենք հենց այս ներքևի շեմը, որպեսզի հնարավորություն տանք սահմանափակ ռեսուրսները օգտագործել առավել թիրախային մեծ խախտումների վրա։ Ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք երկու շեմ գոյություն ունի, խոշոր 10 միլիոն եւ առանձնապես խոշոր 20 միլիոն։ Խոշորի դեպքում առաջարկում ենք եռապատկում, այսինքն 10 միլիոնից 30 միլիոն է առաջարկում բարձրացնել, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորի դեպքում ուրեմն 1 տարվա համար 50 միլիոն, իրար հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում 75 միլիոն։ Սա արդյունքում ինչ է տեղի ունենալու, տեղի ունենալու մոտ առնվազն 600 գործի ապա քրեականացում, դա կարող տեղի ունենա երկու ճանապարհով, հարկ վճարողի համաձայնությամբ, իսկ այդ գործը նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իհարկե այս գործերը նաև հետագայում կդառնան այս վարչական են նշածած process-ով ուսումնասիրության առարկա, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից կդառնա միջին ծանրության գործը, երբ որ շեմերը բարձրանան, եւ երրորդ փոփոխությունը արդեն քրեական դատավարության օրենսգրքում նշեմ, որ ուրեմն քրեական վարույթի ընթացքում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը խնդիրներ է երբեմն առաջացնում, եւ տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր։ Այս նպատակով էլ անհրաժեշտություն է առաջանում նոր մեխանիզմներ ներդրել, մասնավորապես առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Բացի դա, մեր քննարկումների ընթացքում նաև մենք անդրադարձել ենք արժեթղթեր գրավադրելու հնարավորությունը եւ ուսումնասիրելով օրենսգրքերը հանգել ենք մի եզրակացության, որ արժեթուղթ, պարտատոմս, բաժնետոմս, այսինքն հարկ վճարողը նաև կարող է պարտատոմսեր արժեթղթեր գրավադրել, որը հնարավորություն կտա իր եկամուտը չկորցնի, միաժամանակ այդ քրեական process-ները կազմակերպվեն։ Եվ վերջում ամփոփելով ուզում շնորհակալություն հայտնել մեծարգո վարչապետ պարոն Խաչատրյանին այս process-ը առաջնորդելու, մեր գործընկերներին պետական կառույցների, մասնավորապես Արդարադատության նախարարություն, ֆինանսների նախարարություն, քննչական կոմիտե, դատախազություն եւ իհարկե ազգային ժողովի ԿՊ խմբակցություն իդեմս պարոն Թունյանի, ինչպես նաեւ մեր ասոցիացիաներին ու ՀԿ-ներին իրենց ակտիվ մասնակցության համար այս գործընթացին։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, նախորդ տարվա երկրորդ կեսից կամ գուցե թե մի քիչ ավելի վաղ, գուցե 2024 թվականից տենց նամակներ էին գալիս ազդակներ, սոցիալական ցանցերում նաև որոշ գրառումներ, որ կառավարությունը հարկային տերոր է սկսել բանի բիզնեսի նկատմամբ, որին մեր արձագանքը եւ կառավարության նիստում էլ այդ առիթով խոսելու այդ մասին խոսելու առիթ ունեցել է, այն էր, որ մենք բնականաբար ոչ միայն տերոր անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը տնտեսությունը քաջալերելուն ուղղված միլիարդներ ենք ծախսում, տասնյակ միլիարդներ ենք ծախսում, ծրագրերը չասեմ, սկսած այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա գնաց չլինի, սարքավորում գնաց չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի եւ այլն եւ այսպես շարունակ, բայց մյուս կողմից մեր սկզբունքը շատ հստակ է, բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն եւ ակնկալում ենք, որ իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաեւ ոչ մի լումա պակաս, ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս։ Որից հետո ինչ տեղի ունեցավ, մենք 2024 թվականից կարծեմ, եթե հիշողությունս չի դավաճանում, ունենք գործարար աշխատաժողովի ֆորմատ, այս խոսակցությունների համատեքստում մենք նախորդ տարեվերջին ջերմուկում ունեցանք հանդիպում եւ բնականաբար օրակարգի հարցերից մեկը սա էր եւ ըստ էության այս օրենսդրական փաթեթը այդ ջերմուկի աշխատաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնման, եթե չասեմ կոնսենսուսի արդյունք է, որովհետև երբ որ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է,
տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, ՊԿ-ը շատ դեպքերում ինքը ինքնաշխատ եղանակով, այսինքն օրենքով եկավ շեմահատեց, ինքը իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրանց գործառույթները չիրականացնելու մեջ, այդ քննարկումներին ներկա էր նաև քննչական կոմիտեի նախագահ, եւ մենք ընդհանուր առմամբ եկանք այս կոնսենսուսի կամ ըմբռնման, չնայած ոնց որ թե կոնսենսուս, այսինքն դենց չէր, որ բանավեճով ավարտվեցինք, այս ամեն ինչ որ գրած է, գործնականում բոլոր 3 կետերը, 3 ուղղությունները պայմանավորվեցին եւ հիմա իրականացնում ենք եւ այսպիսով հարկային տերորը հայտարարում են փակված։ Այսինքն պայից հա ոչինչ, կարևորը չեմ հայտարարում բացված, կարևորը հայտարարում եմ փակված։